Այս անցած շաբաթ շատ տեղից զանգ ստացա, համարյա նույն հոգսի համար հետաքրքրվում են։ Ուզում եմ ասել, որպեսզի մենք ուշադրություն դարձնենք, ես ճիշտ ասած հեռախոսով այդպես բացատրեցի, որտեղ եղել է, բացատրում ես տեսնես բժշկություն չի ունում, շատ արդյունք չի թողնում։ Դրա համար ասեցի, ես կպատրաստվեմ ձեզ համար, մի հատ թեմա կպատրաստեմ, կխոսեմ այս կիրակի օրը, դուք ուշադրություն դարձրեք եւ որովհետեւ նկարահանվում է, ձայնագրվում է, դուք կարող եք երկրորդ անգամ, երրորդ անգամ նայել, որպեսզի հասկանաք ձեր պատասխանը։ Որպեսզի բժշկություն լինի, իրոք շատ մեծ փորձություն է, գուցե սկզբից մենք ուշադրություն չենք դարձրել, բայց հետո ինչ հեսա որ կասեմ, կիմանաք ինչի մասն է խոսքը, հետո տեսնենք սա մշտական փորձություն է, քանի երկրի վրա ենք եւ շատ շատերը սրանով պարտվում են։ Ուրեմն մարդիկ ինչ են ասում են հնարավոր է հիմա որ ասեմ, այստեղ նստածներից է շատերի համար այդ հոգսը կա, որ մեր մտքում գալիս է հակառակ բաներ, Աստծուն հակառակ, կամ ինչ-որ մի կարծես ձայն իմ մեջ ասի դու փրկված չես, Աստված քեզ չի սիրում, սրանք հասարակ են թվում, բայց սրանք կյանք են կործանում, եթե դու համոզվես, որ Աստված քեզ չի սիրում, չես փրկվի, թողնես կգնաս կործանվես, այն էլ հավիտենական կործանումով, սովորական չի։ Դենց օրինակներ շատ կան, չեմ ուզում ժամանակի համար ասել, բայց մի կողմից գիտեք ինչպես է չարիքը ոմանց համար, երբ որ Աստված խոսք է տալիս, որպեսզի նրա հետ խոսես, չգիտես ինչ հպարտությունով չի ուզում լսել, բայց իր հոգսն է։ Ընդհանրապես, որ ես տանից դուրս եմ գալիս, խնդրում եմ, ասում, որ ինձ առաջնորդի։ Մի անգամ Աբովյան գնացի, այդ ժամանակները ավտոբուսը հանել էին, ասենք, մինչև 4-րդ միկրո, ես հենց աղոթք արի, ասի, Աստված, Տեր Աստված, որ ճանապարհն է պետք, որ ես դրանով գնամ։ Ոտքով պետք է գնամ։ Տաքսի փող էլ չունեմ։ Ու ընկա այդ ծառների միջով, առաջին հայացքից ոնց ասես մարդը, ես ինչ ա, խելքը թռցրել ա, ինչ արե։ Մայթերը կան, ասֆալտապատ, ընկել եմ այդ ծառերի միջով մի քիչ անձրև ա եկել, ցեխեր կան, բաներ կան, այս ցեխերի միջով ես ուր ա գնում, բայց ես վստահում եմ, որ Աստված ինձ առաջնորդել այս ճանապարհը, որտեղ ճանաչում եմ Տիրոջ ձայնը եւ չեմ ազդվում։ Գնում եմ այնպես, ինչպես որ իմ առաջ դրված է։ Ահագին մի կես կիլոմետր երևի որ գնացի, տեսա մի անձնավորություն, ծանոթ անձնավորություն Աբովյանից, այդտեղի հոգևոր կոչվածներից, հավատացյալներից, մենակ մի կին, մենակ այդ անտառի մեջը, ծառերի մեջը, ասես մոլորված գնում գալիս է, չգիտի ինչ անի։ Մոտեցա նրան, արդեն Աստված առաջնորդեց, ինչ խոսեմ իր հետ, փաստորեն մտածում են ինքնասպան լինի, ինչ-որ պատճառով։ Երբ որ ես նրա հետ խոսեցի, ինքն ինձ ոչինչ չէր ասել, բայց ասեն Աստված նա սրտին մտքին ասեց։ Խոսեց, վայ, ես Աստված ա քեզ ուղարկե, ո՞նց իմացար իմ սրտինը, ո՞նց խոսեցիր։ Վերջը շարունակեց, հետո միասին քայլեցինք այդ տեղից դուրս եկանք, հետևանքն եղավ, որ այդ մարդը փոխվեց, արդեն այդ քայլին չդիմեց։
Մենք էտել էր, էլ ասում եմ առաջին հայացքից ոնց եմ մարդը գիժա, ինչ է, ասֆալտը թողեն այդ ցեխերի մեջ, բայց ես եթե ասֆալտով գնա այդ մարդը չի հանդիպի։ Բայց աստված առաջնորդեց։ Ինչ եմ ուզում ասել, որպեսզի այս ձեր համար եմ ասում, որպեսզի ուշադիր լսենք։ Հիմա այս մարդկանց համար ուզում եմ խոսել, կարելի ասել իմ հետ էլա պատահ է։ Ոչ թե պատահել է, պատահում է, ինչու աշխարհի վերջ այդպեսի ընթացք կլինի, ինչեւ որ Աստված մեզ վերցնի եւ ասեն սատանայի ներկայություն կամ մեղքի ներկայություն չի լինելու մեր կյանքում։ Տեսնում ես մարդիկ ասում են միտք է գալիս, այնպիսի մտքեր, որ իրեն վնաս են, ինչ իրեն ավիրում է մտքերին լսելով կամ երազներին։ Մի օքի աբարանի կողմերն էր, աբարանի մեջ չէր, բայց այդ կողմերը մոտեցավ մի երազ էր տեսել։ Եղբայր ջան, սենց երազ տեսավ ու համարում էր, որ Աստծուց է։ Ասի եղբայր ջան, այդ երազը Աստծուց չարից է։ Չէ, ինձ պարտություն անում, կարծում եմ, որ ես եմ տեսել, ուրեմն ոնց կլինի չարից։ Անգամ իրենց փոխելու համար ասում տեսեք, Հիսուսից լավը չլինենք, բայց Հիսուսին էլ չարը տեսիլ ցույց տվեց անապատում։ Բայց Հիսուսը չենթարկվեց չարի առաջարկություններին։ Ես կարդամ այդտեղից մի հատված, բայց ես մարդիկ գիտեն թե իրանք ուրեմն վատն են, որ չարից երազ են տեսել, որ հանկարծ ասում ես քո երազը կամ տեսիլքը Աստծուց չի, վիրավորվում են հպարտությունից։ Եթե մենք միթե Հիսուսից ավելին ենք, որ երբեք չարը մեզ ոչինչ ցույց չտա։ Խոսեց ասի, եղբայր ջան, դու մի ընդունի Աստծուց, չէ Աստծուց է։ Ասի վնասվելու ես։ Այդ կյանքի վնաս ես քաշելու։ Չէ եղբայր ջան, Աստծուց հետո Աստծուց առաջնորդում է։ Սոմալի աղոթքան ենք, որ այդ չարի ծրագիրը խափանվի։ Չէ, չեմ ուզում, Աստծուց առաջնորդում է։ Ինչ որ ժամանակ հետո նորից այցելեցի այդ կողմերը, տեսնեմ ոնց են, տեսա գնացի ծառների մեջ իրան կախել է։ Հպարտությունը չեն ուզում լսեն, չեն ուզում ընդունեն, չեն ուզում մեկնվի իրենց տեսածը, լսածը, մտքին եկածը։ Այն մի հոգևորի նման ասում, ինչ ես հարձակվես երկրի վրա, կոտորում ես։ Ես մտածում էի, մի օր ինքը կհարձակվի մեր վրա, դրա համար ես հարձակվեցի։ Իրան նա միտքեք է, չարից։ Ես մտածում եմ մի օր էլ ինքը, իրենց գլխավոր պաշտոնից մեկը ասում է, մեր նախագահը մտածում էր մի օր ինքը կհարձակվի, կան ես անեմ, քան ինքը չի հարձակվի։ Այ քեզ բան։ Ինչ մտքով անցնի պետք է անենք։ Ու դա ինչով է վերջանալու մարդկանց կյանքով, դժբախտություններով։ Հետո Աստծո միտք չունեն, Աստծո խոսք չունեն, Աստծուն չեն ճանաչում, Աստծուն չեն հավատում։ Ձևական հա, ես քրիստոնյա եմ, հավատում եմ, մեզ բերանները բաց են խոսեն, բայց դες չի։ Հիմա ուզում եմ անցնենք առաջ ավելի մի քիչ մանրամասը կնայենք, զգուշ եղեք, այս վերջին օրերին, տեսեք, սատանան ապրել է համարյա 6000 տարի։ Այն ովքերը, որ գիտնական կոչեցյալները են, չեմ էլ խշմտանք անում, որ ասում բուխտ ու բրախտի գիտնականները 65,000 տարի առաջ, 70,000 տարի առաջ, 1 միլիոն տարի առաջ խոսում է սուտ, ստությունը վերցեն իրենց համար առաջնորդվելու մի ձև։ Բայց մենք պատմությունից գիտենք, որ Աստված ստեղծեց երկինք ու երկիրը մոտ 6000 տարի առաջ, ասում է, ստեղծեց երկինքն ու երկիրը եւ ինչ որ նրանց մեջ կան։
հրեշտակ եւ մնացած բոլոր բաներ, բայց շատերը բացատրում են հրեշտակները 10,000 տարի, 20,000 տարի, սուտ է։ Հրեշտակները մարդուց շատ մեծ չեն, մի օրվա, երկու օրվա տարբերությամբ։ Իսկ սատանայի համար Աստված ասել էր, գրված է, որ դու մաքուր էիր քո ստեղծված օրից, ասենք Աստված նրան կատարյալ էր ստեղծել, սատանա չէր ստեղծել, որպես սատանա, մաքուր հրեշտակ, սուրբ, մաքուր, արդար, բայց ասում է դու մաքուր էիր մինչև այն ժամանակ, մինչև քո սրտում նենգություն գտնվեր, դու ինքդ քեզ փչացրիր, ոչ մեկ չփչացրիր, ասեցի իմ աթոռս Աստծուն, աթոռին հավասար գտնեմ, կնստեմ այդ աթոռին, այսինքն Աստծո տեղը կնստեմ, բայց դու ինչ արիր, ցած ընկար, քո այդ սրբությունն էլ կորցրիր, գեղեցկությունն էլ կորցրեցիր, հարստությունն էլ կորցրեցիր, ամեն ինչ կորցրեցիր եւ որոշված է, ասում եմ խավարի կապանքով է կապած եւ որոշված է նրան կրակի լիճ, սկզբից անդունդ 1000 տարի դժոխք, հետո կրակի լիճ, արդեն ինքը գիտի 6000 տարի երկրի վրա եկել է հաշված օրեր են մնում, հաշված հավատացեք, որ ինքը պետք է անդունդ իշտի եւ կատաղած ասում է փրփրված առուցին մանա գալիս թե ումը կուլ տա Պետրոսի թղթում է գրված դա ինքը արցակվում է ամեն տեսակ էլ մտքով էլ երզով էլ տեսիքով էլ բարեկամի բերանով հարևանի բերանով ընկերոջ բերանով հեչ քո մտքով ինչ ձևի ասես գործում է, բայց փրկություն չկա սրանից, միայն մի ձև, Աստծուն ճանաչելով, Աստծո միտք ունենալով, ուրիշ ձև չկա։ Սա շատ կարևոր մի քայլ է, որ բոլորս պետք է զգուշ լինենք եւ հաղթենք նրան Հիսուսի վկայությունով, Հիսուսի խաչի գործով, որ այդ մենք ազատվել ենք, եւ ասում է, ես կյանքը չսիրեցի մինչեւ Հիմա Հիսուսի վկայությունով նկատի ունի սուբգիքը Հիսուսի ասած խոսքերով, ինչ որ Հիսուսն է ասել վկայել։ Եվ հիմա ուզում եմ կարդալ մենք նայենք, որպեսզի կարողանաս պայքարել։ Նաև խոսում եմ հեռուս լսողների համար, որտեղ իրանք այսօր հիմա լսում են, իրանք հոգսն է, շատերի հոգսն է, որ այս կարճ ժամանակում անդադ զանգահարում են մեկ իր տղա համար, որ այս վիճակ ունի, մեկ աղջկա, մեկ հենց իր համար, մյուսը ուրիշ, ասացի, էլ առանձին չեմ խոսա, Աստված ձեզ պահի, ձեր համար աղոթք անեմ, որ վնաս չունենաք, մինչև որ խոսքը լսեք եւ հետևեք խոսքին։ Ուրեմն երկրորդ օրինաց գրքի 13-րդ խոսքի առաջին 13-րդ գլխի առաջին խոսքից եմ ուզում կարդալ, սկզբից 1-ից 4 խոսքը ինչ է ասում։ Եթե միջիցդ մեկ մարգարե կամ երազատես դուրս գա եւ քեզ նշան կամ հրաշք տա եւ կատարի քեզ ասած նշանը կամ հրաշքը եւ քեզ ասի թե գնանք օտար աստվածներ պաշտենք, որոնք դու չես ճանաչում, այն մարգարեի կամ երազատեսի խոսքին մի լսի, որտեղ քո Տեր Աստվածը քեզ փորձում է որ հասկանա թե արդյոք դուք ձեր Տեր Աստծուն ձեր բոլոր սրտով եւ բոլոր հոգով սիրում եք։ Ձեր Տեր Աստծուն հետևեցեք եւ նրանից վախեցեք։ Նրա պատվիրանները պահեք եւ նրա ձայնին լսեք, նրան պաշտեք եւ նրան հարեք, այսինքն մոտեցեք։ Ուշադրություն դարձնում եք, եթե միջիցդ մի մարգարե դուրս գա, անգամ ճանաչված լինի մարգարե, նշան ասի կատարվի, հրաշք ասի կատարվի, բայց եթե երկրպագությունը փոխում է Աստծուց հեռացնում է, նա Աստծուց չի, բայց այսօր շատ մարդիկ Աստծուց լինել, չլինելը իրանց հետաքրքիր, ինքը հրաշքներ անում, նշաններ անում, ինչպես շատ անգամ կրկնում եմ դիտպան, որ դուք զգուշանաք, հիմա որ մտնեք նայեք, որ ուղիղ եթերներ են գնում,
եկեղեցիների կողմից շատերի այս խոսքեր, որ մենք օրինակ գրում ենք, չէ՞, վերնագիր են գրում։ Իրանք իրենց վերնագիրը գրել են, օրինակ մենք գրել ենք Քրիստոս թագավոր։ Բայց իրանք գրում են հրաշքներ, նշաններ, տեսիքներ, հայտնություններ, բժշկություններ, որպեսզի թակարդներ, սարքը որ ժողով հիվանդները, կարիքավորները իրենց գցեն իրենց սուտ վարդապետությունների մեջ։ Միթե Տերը այդպես է պատվիրել։ Դեր ասում է ավետարանը ճանաչեցրեք, քարոզելը նշանակում է ճանաչեցնել։ Ավետարանը ճանաչեցրեք, Աստծուն ճանաչեցրեք։ Փրկչին ճանաչեցրեք։ Ես ինչ են պատմում։ Ես լավ մեկի ոտը բուժվել է, այդ ինչ կյանք կդառնա։ Եվ ինչ ասում, եթե մեջից մի մարգարե վեր կենա, անգամ բաներ ասի կատարվի, բայց Աստծո երկրպագությունը փոխի, ասի գնանք ուրիշ աստվածներ պաշտենք, մի հավատացեք։ Շարունակության մեջ գիտեք ինչ ասում։ Այն մարգարեին կամ երազատեսի խոսքի մի լսի, որտեղ ձեր Տեր Աստվածը փորձում է տեսնի, դուք Աստծո խոսքին լսում եք, սիրում եք Աստծո ձեր ամբողջ սրտով, ամբողջ հոգով, թե չէ։ Հեշտ է խոսել, մենք առաջին պատվիրան կատարում ենք, սիրում ենք մեր Տեր Աստծո ամբողջ սրտով, հոգով, մտքով եւ զորությունով։ Բայց ո՞ւր են այդ եկեղեցիները, որ այդ այն ժամանակին քարոզում։ Ո՞ւր են դրանք։ Ժողովուրդն էլ Ջիք չի կարդում, շատ իրանց լսողների մասին եմ ասում։ Կույր հնազանդում են իրենց քարոզներին ու իրենց առաջնորդությանը, չեն ասում, ոնց տղի, Աստված մեր Աստվածը մեր, որտեղ է գրած, որ այս գործով զբաղվենք։ Որտեղ է գրած Հիսուսին մերժելու, շենք շինենք։ Եվ ասում է, ձեր Տերը Աստծուն հետևեցեք, նրանից վախեցեք, նրա պատվիրանները պահեք եւ նրա ձայնին լսեք, նրան պաշտեք եւ նրան հարեք։ 6-րդ խոսքում ասում է, եթե մորը տղան, քո եղբայրը, կամ քո տղան, կամ քո աղջիկը, կամ ծոցիդ կինը, կամ քո բարեկամը, կամ քո ասում է, որին անձիդ պես սիրում ես անգամ, հարազատներդ, որոնց սիրում ես շատ, քո անձի պես տղա, աղջիկ, բարեկամ, քեռի, չգիտեմ ինչ։ Ասում է, եթե ուզենա մոլորեցնել քեզ, ծածուկ ասել գնանք օտար աստվածներ պաշտենք, որոնց չես ճանաչել եւ ոչ էլ քո հայրերը, ասում է, այդպիսինի մերժի։ Ու անգամ ասում է նրանք մահվան արժանի են։ Չներվող մեղքասրանց արածա։ Մի լսի դենսներին։ Եթե ասում են ուրիշ ճանապարհ են դնում, ուրիշ բան որ գրված չի, սա Աստծուն պաշտել չի։ Եվ Մատթեոսի ավետարան կարդամ 4 գլուխ 1-11 ասում այն ժամանակ Հիսուսը հոգուց անապատ տարվեց, որ փորձվի սատանաց եւ 40 օր եւ 40 գիշեր ծոմ պահելուց հետո սովեց։ Եվ փորձիչը նրա մոտ գալով ասեց. Եթե Աստծո որդի ես, ասիր, որ այս քարերը հաց լինեն։ Նա էլ պատասխան տվեց եւ ասեց. գրված է. ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքը, որ դուրս է գալիս Աստծո բերանից։ Այն ժամանակ սատանան նրան առավ տարավ սուրբ քաղաքը եւ կանգնեցից տաճարի աշտարակի վրա եւ ասեց նրան. եթե Աստծո որդի ես, քեզ վայր գցիր, որտեվ գրված է, թե իր հրեշտակներին կհրամայե քեզ համար եւ ձեռների վրա կբարձրացնեն քեզ, որ քո ոտքը քարին չդպցնես երբեք։ Հիսուս նրան ասեց. դարձյալ գրված է, թե մի փորձի Տիրոջը քո Աստծուն։ Եվ դարձյալ առավ տարավ նա սատանան նրան մի բարձր սար եւ ցույց տվեց նրան աշխարհի բոլոր թագավորությունները եւ նրանց փառքը եւ ասեց նրան. սրանց ամենը քեզ կտամ, եթե ընկած երկրպագես ինձ։ Այն ժամանակ ասեց նրան Հիսուսը. դեն գնա սատանա, որտեղ գրված է, թե Տիրոջը քո Աստծուն երկրպագիր եւ նրան միայն պաշտիր։ Այն ժամանակ սատանան թողեց նրան եւ հրեշտակները մոտ եկան եւ ծառայում են Հիսուսին։ Լուշացում դարձեք։ Մարդու մոտենում է։ Քրիստոսը Աստծո որդի է, բայց մարմնով մարդու որդի մարդուց է ծնված։
կարիքի մեջ է մոտենում։ Սովեց 40 օր հաց չէր կերի։ Եթե ասովորդ ես լավություն անում կարծես, ասես քարերը հաց լինեն, քո ասածը կատարվող է։ Ամել ուզում եք կասկածել կամ էլ սատանային ապացուցելու բան ունենա Հիսուսը։ Վայ կանի, քարը հաց սարքեն, որպես չասի ասովորդի չես։ Ինքը գիտի, ինքը ով է, Աստված գիտի ով է։ Հիսուսը։ Սատանային ապացուցելու բան չունենք։ Գրված է ոչ թե միայն հացով կապրի մարդ, այլ Աստծո բերանից իրաց ամեն խոսքով։ Ամենայն դեպս չեմ ուզում հատատ կրկնեմ նորից, քեզ վարկից դարձյալ գրված է, մի փորձի տիրոջ կասեմ։ Դարձյալ գրված է, միայն քո Տեր Աստծուն երկու պահի, այսինքն Սատանան մոտենում է, կապ չունի, երազոտ է մտքով, հենց էլ մեզի չգիտեմ ինչի տեղ չդնենք, որ իբր թե ոնց կլինի միտքը սխալ լինի։ Ամենքին է մոտենում, փորձում։ Կարիքի մեջ, հիվանդ ես։ Դե եթե Աստված կա, բան չես հիվանդ։ Դա ոտքերը բուժվի, ես ուզում եմ ապացուցեմ։ Տեր Աստված, որ չասեն են չես հիվանդ ունձի բուժի։ Այմար կարիք ունես, քո կարիքի համար ասա Տեր Հիսուս ցավ ունեմ, հիվանդություն ունեմ, ուզում եմ բուժվեմ, առողջ լինեմ։ Ումն ես ուզում ինչ ապացուցես։ Թող չասեն, դու ինչ ուզում ասեն։ Իմաստուն եմ երկրպագում, ես նրանց չեմ ծառայում, որպեսզի Աստված իրանց ուզած կատարի ոչ ուղղակի իմ միջոցով Աստված էլ ծառայի նրանց ցանկության, հա։ Այդ ոնց կլինի։ Կասեն, չեն ասին հետաքրքիր չի, իմ կարիքը ես ներկայացնեմ Աստծուն։ Դե ես հիվանդ եմ, ողորմություն ա, որ ես բժշկվեմ, հեսա քեզ պետք բժշկությունա պետք, որ առողջ ես ցավ չունենաս, այդ աղոթի, ոչ թե որպեսզի մարդիկ չասեն, մարդիկ չասեն, բախ ինչի ես աղքատ, մարդիկ չասեն ինչի ճոխ ավտո չունես, մարդիկ չասեն ինչի ճոխ տուն չունես, մարդիկ չասեն, ես չեմ մարմետ ումն ես ուզում հաճոր լինես դուր գաս, ումն ես երկրպագում մարդկանց, սատանային, Հիսուսը ոչինչ չէր անում, որ սատանան չասի, որ մարդիկ չասեն, եթե Հիսուսը նայր, որ մարդիկ չասեն, իրանց ցանկություններով կառաջնորդվեր։ Էպիսի բաներ էր անում, որ մարդկանց դուրը չէր գալիս, բայց ինքը անում էր կյանքի համար, ոչ թե նրանց դուրը գալու համար։ Ուրեմն, եթե միտք է գալիս, Հիսուսի նման վարվի, ինչ է գրված, պատասխանի գրվածքով։ Ասենք օրինակ մեկ ասում է, նվիրվել է, ծնող ասում է, իմ երեխեն նվիրվել է Աստծուն, սրտանց ասում է երկրում, գիրքա կարդում, ժողովագնում ես կոմեն, մեկ ասում է, այ մամա, միտքա գալու, որ ես անում քո արած ամենը զուր է։ Շատ բարի։ Գրքից ցույց տուր, որ ես ամենը զուր է, որ չկա գրվածքը դու ես լսում այդ ձայնին։ Այդ բան կա, որ ես ամենը քո արածը զուր է, գիրք կարդալը, աղոթելը, երկրպագելը, սիրելը, երգելը, օրինակ ասում, ժողով գնալ եւ այլն։ Այդ որտեղ է գրած, չէ՞ որ Տեր ասես գրված է, բարի եղի դու էլ գրած ես ցույց տուր այդ մտքին։ Ու թող վռնդվի։ Մեկ Աստված քեզ չի սիրում։ Աստված ինձ չի սիրում, մանալ միջնեղություն ունի, բութ մատս ցավմա։ Աստված ինձ չի սիրում, ինչ ես հակառակում Աստծուն, ինչ ես այդ հակառակ ձայնին ասում, չէ՞ որ գրած է Սուրբ Գրքում, Աստված ինձ սիրում է, չես կարող պատասխանես, Աստված ինձ սիրում է, գրված է, որ ինձ սիրում է, ուր ես լսում նրան, ու նման տարբեր փորձություններ, որ ամեն մեկս տարբեր հարցերում ունենում ենք, միտք է գալիս, անգամ ոչ թե մենակ միտք է գալիս, ես մի օր սատանային տեսա ու նոր ապաշխարում էի, ասեց, ապաշխարի, գնա, չես ուզում արդեն ինձ, գնա փրկվի, բայց ժողովրդին ոչ բան չխոսաս, իմ ձեռս չանես այս ժողովրդին,
Թե չէ ես քեզ ունես վատություն կանեմ, որ դու չես պատկերացնի։ Հաթաթա տալիս։ Ասի իմ Տերը Հիսուսն է։ Ասել է խոսի, ես էլ խոսում եմ։ Գրված է վկայի, ես վկայում եմ։ Եվ դու ոչինչ չես կարող անել, որտեղ իմ պաշտպանությունը ինքն է։ Անցավ քանի մի շաբաթվա չափ մի մարդ մոտեցավ էլ չեմ ասում, ով է նոր եղից է, եկավ ասեց, դու ապաշխարել ես, փրկվել ես, գնա։ Այս ժողովրդին մի վկայի, եթե վկայես, ես քո հետ կգնեմ ես վատություն կանեմ, որ դու չես պատկերացնի։ Ճիշտ սատանայի խոսքը, որ ինձ ասել էր։ Ասում սատանան կարող է տեսիլքով էլ խոսել քո հետ, երազով խոսել, մարդկանց միջոցով խոսել, թերթով խոսել, տելևիզորով խոսել։ Սահմանափակված չի նրա խոսալու ձևերը։ Ասում մենք ինչ անենք, որ թակարդները չգնենք, գիրք իմացիր, գրքով պատասխանիր։ Այսպես է գրված, այսպես է գրված։ Ես նա միտքի չեմ ընդունում։ Կյաժոյի նման չանեմ։ Ես մտածում եմ, օրից մի օր ինքը կհարցակվի իմ վրա, դրա համար ես շուտ հարձակված եմ, որպես քան ինքը չի հարձակվել։ Քեզի բան է, երեխու արած։ Միտք եկավ ընձի, դրա համար տենց արեցի։ Եվ ինչ է դառնում։ Միտք է գալիս տարբեր հարցով։ Տարբեր դեպքեր են։ Այս մարդուն պետք է դու դնես դեմը առնես հիմիկվանից, որտեվ եթե ինքը բարձրանա քեզ վատություն անելու։ Ու սկսում եմ այդ մարդը աշխատել մարդը միամիտ բանից խաբար չի, այնա դերում յա դե մարքեթիների վնասները փորձանքներ չգիտի ով անում։ Ինչ որ մի կիսախելար մտածում է, որ բարձրանա ինձ վնաս կտա։ Առանց փաստի, առանց ոչ մի բանի սկսում է մարդու հանդեպ վատություններ անել, որ հանկարծ ինքը իր ասելը պատմոշկա կտամ, յան ասում է թող չբարձրանա շատ։ Սկսում վախենալ, զուր վախեր։ Միայն ցավս քիչ է, հարևանս էլ ավտո առավ։ Վախենում է, հարևանը հարստանում է, զորանում է, բարձրանում է, ինքը մտածում է, անպայման մի օր ինձ վատություն է անելու, չի մտածում, շատ բաներում ինձ պետք է գա։ Փոխանակ լավ է մտածի, միշտ վատն է մտածում։ Միտք է եկե։ Մեկն էլ կար, տառաճանաչել չէր, գիրք էլ չէր կամ կարդալ։ Մեծ կին էր, մոտ 70 տարեկան, անգամ որ խոսում էր, խոսարում էր, շփոթում էր, մարդուն հայոյում էր։ Հայոյանքը որն է, կարող ասեր, վայ, ասենք, ուզենա ասել, վայ աղբեջան, վայ ասել, վայ անասուն ջան, վայ կներեք, ասես բաներ էր անում, չեմ պատմում մանրամասն ինչոցա, որ ասեմ հայտնի կլինի, որտեղ ինքը իր արարածներով հայտնի է։ Մեկ է որ մի բաներ ասում է, ես, օրինակ անունը ինչ դնենք, ճիշտ անունը չասենք, ասենք Բարբեսնյակ, լավ։ Ես Բարբեսնյակն եմ, ես մենակի մեռնելու օրը չգիտեմ, յան ամեն ինչ գիտի, այդ որ մեռնելու օրն էլ իմանար Աստված կդառնար։ Որ ամեն ինչ գիտեմ, բայց այնքան կներեք հազար անգամ որ տենց ասում եմ, չկա հիմա ինքը, դες այսինքն այնքան հիմար քայլեր անում, որ դարձել անեկդոտի պես մարդիկ պատմին իր արածները խնդրում, բայց ինքը իրան ամենաիմաստունն է զգում է շրջապատում։ Այդտեղ շատ ժամանակ չարի միտքը գալիս է մեր վրա, մենք ամեն ինչ գիտենք։ Ամեն ինչ գիտենք։ Հպարտություն։ Տերը ձեզ պահի։ Ուրեմն այս փորձները գալիս են, նորից մեկ ուրիշ հատված եմ կարդում, սրանով վերջացնեմ, ասում է Գաղատացի 1:6-ից 9-ում ասում է, իհարկե ես էլ եմ զարմացել, որ Պողոս ասում է, այս վիճակի մեջ ընկել ենք։
ասում զարմանում եմ, որ այդպես շուտով փոխում եք ձեզ Քրիստոսի շնորհքի մեջ կանչողից դեպի ուրիշ ավետարան, որ ուրիշը չկա, միայն թե կան ոմանք, որ ձեզ խռովեցնում են եւ կամենում են Քրիստոսի ավետարանը փոխել, բայց եթե մենք էլ կամ երկինքից մի հրեշտակ ավետարանը ձեզ նրանից ուրիշ քան թե որ մենք ավետարանցիք ձեզ նզոված անիծյալ լինի, ինչպես առաջ ասացինք եւ հիմա դարձյալ ասում եմ, եթե մեկն ավետարանը ձեզ նրանից ուրիշ քան որ դուք առակ նզովյալ լինի, անիծված է ուրիշ, ավետարանից դուրս բոլոր մտքերը, խոսքերը անիծված են, անեծք են, եթե մենք ինք իրան էլ աներ գրավում, արդեն Աստծո հոգով մենք ավետարան տվել ենք, այս այլ փոփոխություն չկա, անգամ եթե ես անձամբ ավետարան տվողս փոխվեմ, գամ ուրիշ բան խոսամ, քան որ գրված է, գրածից դուրս անիծյալ լինեմ, եթե երկինքից հրեշտակ գա, կամ ուրիշ մեկ է, ով ուզում է գա, միտք գա, անիծյալ լինի այդ միտքը, անիծված է ավելի ճիշտ, նոր չի որ անիծյալ լինի, հրեշտակ գա, դեմդ կանգնի, ասի, լսի, ենք համատես տների մեջ կռիվ են գնա, դեմս չար հրեշտակը մի հայտնություն է, երազով կամ տեսիլքով կամ հան, մեկ է հելա ու չարը ցավանցել, բայց ես վերջից լսեցի ուրիշ տեղից էլա նույն բանը կա, պատմեցին, ասի, այ ախպեր, ես մեր չարը ցավանում էլ ատես բաներ է, Ռուսաստանում ինձ պատմեցին, նույն տիպի, ասի, նույն չարը նույն սուտը տարբեր տեղեր գործածվում, չարը ցավանց մեկը հլնմա գիշեր, քնաստեղ առհատ է կտաս կնգան, ծեցում աշկում, կապը ծնող, ինչ եմ արա, ինչ, դերասս մեջ ինչ իրանում է, դու մետիր, այ մարդ ես քնած եմ ստեղում հետեմել է, բայց են կամ ժիվոյացու ստանում չարը, որ մարդը ընկնում է մի լսեք, ժողոր ջան դես մեկ է, դես բաների, տեսիլքների, երազների, հայտությունների, Աստված դες բանով չի դատում մարդու, մենք Աստծո նման պետք է լինենք, Աստծո պատկերով ենք ստեղծել, Աստված փաստ, անգամ եթե ես իմանամ էլ հաստատ ինքը գողացել է իմ կովը, չեմ կարող դատարանան չի դատում, ինչը չփաստվի, փաստերը այսքան հիմնավոր են Աստծո մոտ, փաստ պետք է լինի, ոչ թե կասկածներ, Կասկած, հետո կասկածի հիվանդ, են որ ժողորդ հարտանացման, ես շուքից էլա, ես շուքի վրեն էլա կասկածում, ես ով է ինձի հետևում, դրա մանասում անիծյալ լինի, այդ միտքը եկավ անիծյալ միտքը մի ընդունի դու էլ ես անիծյալ դառնալու, դու պետք է գիրքը կարդաս, իմանաս ինչ է գրված, Թե ասում Աստված քեզ չի սիրում, դա սուտ է, որտեղ գրված է, Աստված քեզ սիրում է, ես վերջերս մեկի խոսացինք, եկեղեցու անդամներից մեկի հետ, անգամ ինչ մի փոքր պատիժ տվեցինք, չգիտեմ ուրախացավ, թե տխրեց, երևի տխուր, այդ փոքր պատիժն էլ չէր ուզում, ինչ որ բան է պատմում մարդկանց, Մեկի ասում, բայց դա հաստատված չէ, պետք է ստուգենք դրանք ճիշտ է թե սուտ է։ Որ դու մի բան չես ստուգի, ուր ես պատմում։ Բերան, եթե ես ուր կհասնի, որ մի բան փաստված չի, ճիշտ չի, ուր ես դու պատմում մարդկանց։ Մի թեթև պատժեցինք, բայց փոշմանեց, մի ուժեղ պետք է պատժենք։ Աստված ձեզ պահապան։ Ուրեմն Ձեր ուժը Աստծո խոսքի մեջ է, ձեր փրկությունը ավետարանի մեջ է, մի ալարեք, կարդացեք, սրանց ավելի մեծ գործ չունես դու երկրի վրա անելուց, ես չեմ ասում ուրիշ գործ մի արա, քո ապրուստի համար գործեր անես, բայց ամենա պահանջված գործը Սուրբ Գիրք կարդալն է, մանավանդ դուք ունեք, առաջվա մարդիկ սովորած չէին, դպրոց չկար եւ այլ, միայն հավաքվում էին Կարդացողը պետք է կարդալ իմացողը, պետք է կարդալ բոլոր ժողովուրդը լսեին, այո, լսում էին, ընդունում էին և փրկվում էին,
իրաց լսածով, բայց հիմա վտանգավոր է։ Տեսնում ես քարոզորները ուրիշ բան են կարդում։ Սուրբ գիրք չեն կարդում։ Աղոթքանը Տեր ինձ ազատից չարի բոլոր տեսակ հարցակումներից, մանավանդ իր փսփսոցից, խոսքից, տեսիլքներից, երազներից,